Այսօր հրավիրված ՀՀՇ համագումարը բավական ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ինչպես հայտնի է, համագումարի օրակարգում կա մեկ հարց, այն է վերաբերմունք հայտնել նոր ստեղծվելիք հակկուսակցության վերաբերյալ։ Համագումարի ներկա շատ պատվիրակներ կողմնակից չէին առաջարկվող տարբերակին, այն է լուծարել ՀՀՇ-ն միանալով հակկուսակցությանը։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ներկայացրեց նոր ստեղծվելիք կուսակցության մաս կազմելու անհրաժեշտությունը։ Պարզագույն բացատրություն կա եւ դա մենք քննարկել ենք մեր բոլոր կառույցներում, ինչու սա չարվեց ՀՀՇ-ի ներսում, առանց որևէ փոփոխության։ ՀՀՇ-ի ներսում փոփոխություններ արել ենք, որքան կարողացել ենք, բայց այն հոսքը, որը սպասվում է, այն հայտերը, որոնք արդեն կան հասարակական խմբերից, սոցիալական նախաձեռնություններից, այլ կուսակցություններից եւ հատկապես անկուսակցական դաշտից ավելին է, քան մենք կարող ենք անել ՀՀՇ-ում։ Համագումարին ներկա էր նաև հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջին նախագահը խոսեց նոր ստեղծվելիք կուսակցության եւ ՀՀՇ համագումարի մասին։ Շատ լավ կարտահայտվեն բոլոր կարծիքները, դեմել կլինեն, կողմել կլինեն, քվեարկությամբ կորոշվի։ Դուք չգիտեք համագումարն ինչ է։ Բաբկեն Արարքյանը ինքն էլ ակնհայտորեն զարմացած է, որ նման փոփոխություններ լինեն։ Հետո ինչ։ Ես էլ եմ զարմացած։ Դուք եք շատ ծխում այսօր ժամանակը։ Ոչ, ես իմ չափ ծխող երբեք չի, այսօր շատ քիչ եմ ծխել։ Լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչպես է վերաբերվում Ռաֆի Հովհաննիսյանի սկսած պայքարին, ինչին իմ պատասխան Տեր-Պետրոսյանն ասաց։ Ինչ նախաձեռնություն։ Այս հանրահավաքներին շարժման ընդհանուր իրենց Ռաֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել։ Ժողովուրդն է նախաձեռնել։ Ժողովուրդը եկել իր բողոքն է արտահայտում այս անիրավությունների, անօրինականությունների դեմ։ Անօրինականությունների դեմ։ Դուք միանալու եք։ Ես միշտ գործին միացող եմ։ Առայժմ ժողովուրդը գործ արել է։ Հասկանում եք։ Գործ է արել։ Սպասեք դեպի վերջացնում։ Առայժմ ժողովուրդը եկել է հրապարակ այս իշխանությունների դեմ բողոքում է։ Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել։ Բորիս Թամոյան, Աշոտ Մանոյան, Սլաքե։